Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ես Արա Աբրահամյանն եմ, բարի երեկո, որ իրադարձությունները նախամարում։ Փաշինյանն էլ հանդիպում է ունեցել Հայաստանում հավատարմագրված Եվրոպական միության անդամ պետությունների դեսպանների հետ, քննարկել Հայաստան-ԵՄ հարաբերությունների ընթացիկ օրակարգը։ Մեկնարկել է ԱԺ հերթական քարոզյան, օրակարգում ներառված է 22 հարց, օրենսդիրը քննարկել է հունվարի 27-ը հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր սահմանելու եւ այն ոչ աշխատանքային դարձնելու վերաբերյալ առաջարկը։ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահն էլ արձագանքել է Ադրբեջանի արտգործնախարարի հայտարարություններին, թե իբր Փաշինյանը մինչև պատերազմը պարտավորություն է վերցրել լուծել Ղարաբաղի հարցը, սակայն հետագայում հրաժարվել այդ խոստումից։ Սարգիս Խանդանյանի ճեպազրույցը։ Ադրբեջանի կողմից 44 օրյա պատերազմի սանձազերծման հիմնական պատճառը եղել է այն, որ նախորդ իշխանությունները չպահպանեցին Հայաստանի ու Ադրբեջանի ռազմական բյուջեների բալանսը։ Այս մասին էլ խորհրդանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը։ Իսկ էկոնոմիկայի փոխնախարար Էդգար Զաքարյանն անդրադարձել է Ռուսաստանի եւ Ղազախստանի տարածքով Հայաստան ծորենի խմբականակի տեղափոխմանը, վստահեցրել մատակարարումները լինելու են շարունակական։ Արշակ Կարապետյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, որպես խափանման միջոց ընտրվել կալանքը։ Ավարտվել է նախկին ԳՇՊՏ առաջին տեղակալի կողմից իշխանությունը չարաշահելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Հայաստանում հավատարմագրված Եվրոպական միության անդամ պետությունների դեսպանների հետ, հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար դեսպան Վասիլիս Մարագոսը։ Վարչապետը եւ դեսպանները քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների ընթացիկ օրակարգը, վերջին շրջանում արձանագրված առաջընթացը եւ հետագա գործակցության հեռանկարները։ Մտքեր են փոխանակվել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցած խաղաղության գագաթնաժողովի արդյունքում տարածաշրջանում ձևավորված իրավիճակի, Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության, տարածաշրջանում հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը միտված քայլերի, այդ թվում թրիփ եւ խաղաղության խաչմերուկ նախագծերի վերաբերյալ։ Փաշինյանը պատասխանել է նաև դեսպաններին հետաքրքրող հարցերին։ ԵՄ անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ հանդիպել է նաև Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Այս հանդիպանը եւս հանգամանալից քննարկում է ծավալվել Հայաստան-ԵՄ գործընկերությանը եւ խորհրդանական մակարդակում հարաբերությունների խորացման առնչվող տարբեր հարցերի վերաբերյալ։ Քննարկումների առանցքում են եղել ինչպես Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումները, այնպես էլ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործընթացը եւ տարածաշրջանային զարգացումները։ Ազգային ժողովի նախագահը դեսպանների ուշադրությունը հրավիրել նաև Ադրբեջանում գտնվող գերիների ապօրինի պահվող եւ անհետ կորած համարվող անձանց խնդրին, այնուհետև պատասխանել Եվրոպական միության անդամ երկրների դեսպաններին հետաքրքրող հարցերին։ Ազգային ժողովում էլ մեկնարկել է հերթական քարոզյան, օրակարգում ներառված էր 22 հարց։ Պատգամավորները նախ քննարկել են պետական турքի մասին օրենքում փոփոխությունների վերաբերյալ օրենսդրական նախագիծը։ Օրենսդիրը քննարկել է նաև հունվարի 27-ը հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր սահմանելու եւ այն ոչ աշխատանքային դարձնելու վերաբերյալ առաջարկը։ Հիմնական զեկուցող Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը պարզաբանել է, թե ինչու է առաջարկվում ընտրել հենց այդ օրը։ Մանրամասները ներկայացվող տեսանյութում։ Ազգային ժողովի հերթական քարոզյան մեկնարկեց պետական турքի մասին օրենքում փոփոխությունների վերաբերյալ օրենսդրական նախագծի քննարկմամբ։ Նախաձեռնության հեղինակներն են քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորներ Սերգեյ Բագրատյանն ու Նարեկ Ղահրամանյանը։ Օրենքի նախագծով առաջարկվում է վերանայել պետական турքերի չափերն ու կիրառման սկզբունքները, արդիականացնել համակարգն ու ապահովել պետեկամուտների կայունությունը։ Օրենքի նախագծի նպատակը այն է, որպեսզի մենք կարողանանք մեր տեղական արտադրողին պաշտպանենք արտաքին ներգործություններից, այսինքն շատ ավելի էժան կարողանում են ներկրել արմատուրա եւ նաեւ մետաղական այլ ապրանքներ, որը պայմանավորված է հիմնականում մեր հարևան երկրում Իրանում աշխատավարձերի հետ կապված, գազի, էներգակիրների, էլեկտրոէներգիայի հետ կապված ցածր գներով։ Դրանով պայմանավորված, քանի որ Հայաստանի Հանրապետությունում ներմուծվում է էժան արմատուրա եւ մենք պետք է պաշտպանենք մեր արտադրողներին, այս օրենքի ընդունումով ցանկանում ենք այս խնդիրը լուծել։ Նախկինում 29000 է տրված, իսկ հիմա առաջարկում ենք 55000 դրամ 1 տոննայի հաշվարկով։ Պատգամավորը նշեց, որ փոփոխությունները պայմանավորված են մշակող արդյունաբերության գերակաճյուղ համարվող ծանր արդյունաբերության խթանման, նաև ռազմավարական նշանակության ապրանքների, սև մետաղների արտադրության եւ ներքին առևտրի կանոնակարգման անհրաժեշտությամբ։ Մեկ այլ նախագծով էլ առաջարկվում է ներդնել էլեկտրոնային ծանուցման մեխանիզմ, որ դեպքում է անձը համարվելու պատշաճ ծանուցված։ Արդարադատության նախարար Սրփուի Գալյանի խոսքով ներդրվում է էլեկտրոնային ծանուցում
ծանուցումների մի ամբողջական մեխանիզմ։ Եվ եթե այդ մեխանիզմով անձը ծանուցվի եւ ծանուցումը բոլոր փուլերով անցնի, ապա անկախ ամեն ինչից անձը համարվելու է պատշաճ ծանուցված։ Ֆիզիկական անձանց պարագայում գործելու է էլեկտրոնային հարթակ, թվային միջավայր, որտեղ անձը մուտք է գործելու խիստ նույնականացման միջոցով, այսինքն նույնականացման քարտի կամ բջջային նույնականացման միջոցով։ Ծանուցումը տեղադրվելու է այդ հարթակում եւ եթե անձը մուտք գործի հարթակ, ապա համարվելու է ծանուցված։ Անձը կարող է նաև տրամադրել իր հավելյալ կապի միջոցները, անձնական էլեկտրոնային փոստ, հեռախոսահամար, որով նա հավելյալ կտեղեկացվի այն մասին, որ հարթակում ծանուցում է տեղադրվել։ Եթե հարթակում ծանուցումը տեղադրելուց հետո անձը մուտք չգործի, համակարգ սկսելու է աշխատել հաջորդ քայլը։ Այն է ծանուցումը հիբրիդային առաքանու միջոցով պատվիրված նամակով ուղարկվելու է անձի հաշվառման հասցեով։ Հիբրիդային առաքանին այն է, երբ ծանուցողը որևէ ծրար կամ նամակ չի ուղարկում, այլ էլեկտրոնային ծանուցումն ավտոմատ փոխանցվում է փոստին եւ փոստային ծրագրավորումն ուղարկվում է անձի հաշվառման հասցեով։ Այս տարբերակը դեռ թողել ենք, որպեսզի հնարավոր խնդիրներից խուսափենք, այսինքն այն դեպքերում, երբ անձը չբացի եւ չծանոթանա ծանուցմանը, ապա ծանուցումը նրան ուղարկվի նաեւ փոստային առաքանու միջոցով։ Եթե այս եղանակով ուղարկելուց հետո 7-րդ օրվա դրությամբ ֆիքսվում է, որ անձը չի ստացել ծանուցումը կամ հրաժարվել է ստանալ, ապա ծանուցումը տեղադրվում է ազդարար.am հարթակում, այսինքն իրականացվում է հրապարակային ծանուցում եւ ազդարար.am-ում տեղադրելուց հետո 7-րդ օրը անձը համարվում է պատշաճ ծանուցված։ Նորամուծություն է նաև այն, որ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններից բացի իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերին եւս հնարավորություն է տրվելու միանալ այս հարթակներին եւ այլ անձանց ծանուցել էլեկտրոնային եղանակով, որը եւս կհամարվի պատշաճ ծանուցում։ Հաջորդ նախագծով էլ առաջարկվեց հունվարի 27-ը սահմանել հայրենիքի պաշտպանության համար սոհվածների հիշատակի օր եւ դարձնել ոչ աշխատանքային։ Հաշվի առնելով վերջին տարիների իրադարձությունները, ապրիլյան պատերազմի, 44-օրյա պատերազմի, Հայաստանի դեմ հարձակումների օրերին, 2023 թվականի սեպտեմբերյան իրադարձությունների օրերին մեր տված զոհերի փաստը եւ նաեւ 2025 թվականի օգոստոսի 8-ին անկախության հռչակագրի ընդունման փաստը կարևոր են դարձնում մեկ օրվա սահմանումը եւ որի ընթացքում մենք կհարգենք տարբեր տարիների ռազմական իրադարձությունների ժամանակ հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհածների հիշատակը, խոնարհվենք նրանց առաջ եւ մենք առաջարկում ենք, որպեսզի այդ օրը լինի հունվարի 27-ը, այսինքն բանակի օրվան հունվարի 28-ին նախորդող օրը։ Ռուբինյանը պարզաբանեց, թե ինչու է առաջարկվում հենց այդ օրը։ Ըստ այդմ պետք էր ընտրել օր, որը որևէ կոնկրետ ռազմական իրադարձության օր չէ, բայց պետք էր ընտրել նաև օր, որը որոշակի տրամաբանություն եւ սիմվոլիզմ ունի։ Մենք համարում ենք, որ հունվարի 27-ը կարող է լինել այդ օրը, երբ որ առաջին օրը մենք հարգանքի տուր կմատուցենք հայրենիքի պաշտպանության համար զոհվածներին, կհարգենք նրանց հիշատակը, իսկ հաջորդ օրը, բանակի օրը արդեն որպես շարունակվող կյանքի եւ անկոտրում կամքի խորհրդանիշ կտոնենք բանակի օրը։ Պետք է նաեւ մասնավորեցնեմ, որ սա չի նշանակում մոռացության մատնել պատմության մեջ կարևորություն ունեցող այլ օրեր, սա չի նշանակում փոխարինել դրանք։ Ռուբինյանն ասաց, որ սա պարզապես սգոր չէ, սա հիշատակի, խոնարհումի օր է։ Այդ օրվան ընթառաջ եւ այդ օրը դպրոցներում, համալսարաններում կարող են անցկացվել միջոցառումներ, հեռուստաընկերությունները կարող են ռեպորտաժներ պատրաստել եւ այսպես շարունակ, այսինքն օրը ոչ միայն գերեզմաններ այցելելու մասին է, այլ նաեւ միջոցառումների մի համախմբի մասին է, որի նպատակն է հիշել հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը տված զոհեր։ Մյուս նախագծով էլ կառավարությունը կսահմանի եվրոպական դատարանի վճիռներով սահմանված փոխհատուցումների վճարման կարգը։ Հիմնական զեկուցող միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Կարեն Անդրեասյանի ներկայացմամբ առաջարկվում է անտեսել լիազորող նորմ, որի հիման վրա կառավարությունը կկարողանա եվրոպական դատարանի վճիռներով եւ որոշումներով սահմանված արդարացի փոխհատուցման գումարի վճարման կարգ սահմանել։ Խորհրդարանականները քննարկեցին նաեւ աշխատանքային իրավունքների պաշտպանությանն ուղղված օրենսդրական նախաձեռնությունը, ըստ որի առաջարկվում է վերացնել սահմանադրությանը հակասող արհեստակցային
բանականաբանական միությունների մասին օրենքային կարգավորումները, որոնցով Հայաստանի զինված ուժերի, ոստիկանության, ազգային անվտանգության, դատախազության մարմինների ծառայողների, նաև դատավորների եւ սահմանադրական դատարանի դատավորների համար սահմանվում է արհեստակցական կազմակերպության մասնակից լինելու բացարձակ արգելք։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն էլ արձագանքել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարություններին, թե իբր Նիկոլ Փաշինյանը մինչև պատերազմը պարտավորություն է վերցրել լուծել Ղարաբաղի հարցը, սակայն հետագայում հրաժարվել է այդ խոստումից։ Խանդանյանը նշել է, որ վերջին 7 տարիների ընթացքում Ղարաբաղյան թեմայով բանակցությունները եղել են առավելագույնս հրապարակային եւ թափանցիկ։ Նա նաև մեկնաբանել է ադրբեջանական կողմի հետ անկլավների հնարավոր փոխանակման վերաբերյալ հայտարարությունները, նշելով, որ փոխանակման թեմա այս փուլում օրակարգում լինել չի կարող։ Հայաստանը հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու ուղիներ էր փնտրում, սակայն ակնհայտ էր, որ Ադրբեջանը նախապատրաստվում էր պատերազմի։ Այս մասին ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։ Պատգամավորն արձագանքեց Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությանը, թե իբր վարչապետ Նիկոլ Փաշինյանը մինչև պատերազմը պարտավորություն է վերցրել լուծել Արցախի հարցը, ապա հրաժարվել այդ խոստումից։ Հայաստանի Հանրապետությունը կրկնում եմ այդ տարիներին, 2 տարիներին, ըստ էության փորձում էր դուրս գալ այն իրավիճակից, որը չհանգեցնի ռազմական հակամարտության, պատերազմի եւ չի հրաժարվել բանակցությունից, բնականաբար չի հրաժարվել բանակցություններից, ուղղակի նաեւ ակնհայտորեն այդ բանակցությունների բովանդակության համար շատ փոքր տարածք է եղել Հայաստանի Հանրապետության համար, որովհետեւ շուրջ 20 տարի բանակցային այնպիսի ճարտարապետություն էր հյուսվել եւ Հայաստանում դրա այնպիսի հակառակ պատկերն է ներկայացվել, որ բարդ էր այդ փոքր տարածքի մեջ մանևրել եւ դրան զուգահեռ նաեւ ուժերի բալանսներ կտրուկ փոխվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Ըստ պատգամավորի նման մեղադրանքներ հնչեցնելով Բայրամովը փորձում է արդարացնել Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիան։ Հայաստանը ելքեր էր փնտրում հակամարտությունը խաղաղ կարգավորելու համար, բայց նաեւ ակնհայտ էր, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի եւ բնական է, որ պատերազմի պատրաստվող երկիրը հիմա պետք է այդ որը տարբեր փաստարկներով արդարացնի իր ռազմական գործողությունները, ռազմական ագրեսիան։ Նա նաև ընդգծեց, որ Ադրբեջանի պետական գործիչների հնչեցրած մեղադրանքները զարմանալիորեն համընկնում են Հայաստանի նախկին ղեկավարների հայտարարությունների հետ։ Շատ հետաքրքիր զուգադիպությամբ նաև նույն փաստարկներով Հայաստանի Հանրապետությանը մեղադրում էր նաև Ռոբերտ Քոչարյանը իր վերջին տված ասուլիսում։ Այդ զուգադիպությունը եւս եւ Սերժ Սարգսյանը եւս այդ զուգադիպությունը եւս ցանկանում եմ ձեր ուշադրությանը հրավիրել, որ ըստ էության Ադրբեջանի պետական գործիչները, քաղաքական գործիչները եւ Հայաստանի նախկին նախագահները նույն մեղադրանքներն են հնչեցնում Հայաստանի Հանրապետությանը։ Խանդանյանը հավելեց, որ 2018 թվականից հետո Հայաստանը մշտապես հայտարարել է Լեռնային Ղարաբաղը պետք է մասնակցի բանակցություններին որպես իր ճակատագիրը որոշող կողմ։ Նրա խոսքով Ղարաբաղյան թեմայով բանակցությունները եղել են առավելագույնս հրապարակային եւ թափանցիկ։ Նա անդրադարձավ նաեւ Ադրբեջանի հետ սահմանային հարցերին, նշելով, որ այս փուլում անկլավների փոխանակման թեման օրակարգում չէ։ Կա այդպիսի հարց եւ դա պետք է արդյունագրվի սահմանազատման գործընթացի շրջանակներում, այսինքն այդտեղ որևէ թաքցնելու բանի թեմա չկա, այսինքն փոխանակման հարց այս փուլում չի կարող լինել, որովհետև նախ պետք է անկլավները սահմանազատվեն, թե երբ կսահմանազատվեն, դա հայտնի չէ, որովհետև սահմանազատման գործընթացը դեռ պիտի շարունակվի ու ինչ-որ տրամաբանություն կա այդ սահմանազատման գործընթացում։ Պատգամավորը նշեց, որ սահմանազատման գործընթացը համալիր է եւ բաղկացած է մի քանի փուլերից՝ սահմանների ճշգրտում, արձանագրությունների հաստատում, պետական սահմանի մասին պայմանագրի ստորագրում եւ դրա վավերացում։ Միայն դրանից հետո կարելի է անդրադառնալ տարածքային հարցերին։ Եթե հանկարծ որևէ սցենարով որոշվի, որ պետք է Հայաստան եւ Ադրբեջանը տարածքներով փոխանակվեն, այդ հարցը Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն չի կարող տեղի ունենալ առանց հանրաքվեի։ Դրա համար պետք է հանրաքվե տեղի ունենալ։
Խանդանյանը նաև տեղեկացրեց, որ սահմանազատման հանձնաժողովների վերջին հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերին եւ վերաբերել է TRIP նախագծի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածություններին։ Անդրադառնալով խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավորությանը, падգամավորը նշեց, որ տեքստը պատրաստ է եւ Հայաստանն ակնկալում է, որ այն հնարավորինս շուտ կստորագրվի։ Այս պահին ես չեմ կարող ասել կա հստակ օր խաղաղության պայմանագրի ստորագրման բանակցությունների համար տեքստը պատրաստ է, տեքստի շուրջ այլևս բանակցություններ չեն լինելու, մեր ակնկալիքն այն է, որ հնարավորինս շուտ ստորագրենք այն, բայց դուք գիտեք նաև այստեղ պետք չի բան անել, Ադրբեջան նախապայման է ներկայացնում, ինչը Հայաստանի համար ընդունելի լեգիտիմ նախապայման չէ։ Խանդանյանը հավելեց, որ չնայած բարդություններին, Հայաստանը շարունակում է խաղաղ բանակցությունների գործընթացը, հույս հայտնելով, որ դիվանագիտական ջանքերի շնորհիվ պայմանագիրը կարող է ստորագրվել մոտ ապագայում։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Ադրբեջանի կողմից 44-օրյա պատերազմի սանձազերծման հիմնական պատճառը եղել է այն, որ նախորդ իշխանությունները չպահպանեցին Հայաստանի ու Ադրբեջանի ռազմական բյուջեների բալանսը։ Այս մասին էլ խորհրդանում լրագրողների զրույցում հայտարարել է Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, ընդգծելով, որ այն տարիներին, երբ անհրաժեշտ էր մեծացնել Հայաստանի ռազմական բյուջեն, նախկին ղեկավարները մեծացնում էին իրենց ընտանեկան բյուջեները։ Այն տարիներին, երբ որ պետք էր Հայաստանի ռազմական բյուջեն մեծացնել, որպեսզի հարաբերակցությունը Ադրբեջանի հետ ռազմական բյուջեից 1/1-ից չդառնա 1/5-ին 2008 թվականի դրությամբ, պետք էր այդ տարիները օգտագործել Հայաստանի ռազմական բյուջեն մեծացնելու համար, ոչ թե Ռոբերտ Քոչարյանի ընտանեկան բյուջեն մեծացնելու համար, կամ Սերժ Սարգսյանի ընտանեկան բյուջեն մեծացնելու համար, եւ այսպես շարունակ։ Այդ է պատճառը եղել 44 օրյա պատերազմի, երբ որ բալանսը այնպես էին խախտել, որ չկար զսպիչ հանգամանք։ Շատ բարձ։ Ինչ? Պատերազմը հենց այդ է սկսում է, երբ որ բալանսը խախտվում է, ոչ թե հավասար։ Ինչի պետք է Ադրբեջանը, մի վարքյան, մի իմ հետ հավասար խոսեք։ Ինչի պետք է հավասար խոսում եք, հենց հիմա դուք իմ հետ հավասար խոսում եք։ Ինչի պիտի Ադրբեջանը 2000-ականներին պատերազմ սկսեր, եթե ինքը տեսնում էր, որ իր ռազմական բյուջեն ավելանում է եւ Ռոբերտ Քոչարյանի ընտանեկան բյուջեն է ավելանում։ Հայաստանի ռազմական բյուջեն ճիշտ համամասնությամբ չի ավելանում։ Ինքը ընդամենը պիտի սպասեր, երբ որ այդ համամասնությունը պետքա փոխվեր իր օգտին։ Եվ երբ որ Ռոբերտ Քոչարյանը ասում է իմ տարիները եղել են խաղաղ պարտքով վերցրած տարիներ են եղել, իհարկե։ Այն տարիները, երբ որ պետք էր ծախսել ռազմական բյուջեների համամասնությունը պահելու համար, ինքը ծախսել է իր ընտանեկան բյուջեն մեծացնելու համար, արդյունքում իր նախագահության ավարտին 1/1-ին հարաբերակցությունից դառել է 1/5-ի հարաբերակցություն։ Իսկ խորհրդանում հայտարարությունների ժամին Ռուբինյանը սպառիչ պատասխան է տվել պատիվ ունեմ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանին, որը հայտարարել էր, թե Փաշինյանը երկու անգամ, մի անգամ իր կաշին, մյուս անգամ իր կաշվի աթոռը փրկելու համար մատաղ է արել մեր զինվորների կյանքը։ Նախ պարոն Մամիջյանը ասում է, եթե դուք Լեռնային Ղարաբաղում նոր իշխանությանը, որը մի քանի օր էր իշխանությանը մեղադրում եք Լեռնային Ղարաբաղի այդ վատ ճակատագրի մեջ, բա ինչի ձեզ չեք մեղադրում։ Ես ուրիշ հակառակ տրամաբանությամբ տամ հարցը տամ։ Եթե ըստ ձեզ Լեռնային Ղարաբաղի նոր իշխանությունները ինչ անեին, նոր էին իշխանության եղել, հետևաբար իրանք պատասխանատու չեն։ Բա ինչ եք մեզ մեղադրում, ձեր 30 տարի կառավարելուց հետո մենք 1.5 տարի ենք իշխանության։ Ինչ եք մեզ մեղադրում 44 օրյա պատերազմի հետ կապված որևէ բանի հետ։ Երկրորդը, եկեք կողմնորոշվենք, էլի, Ադրբեջանի արտգործ նախարարների ասածները Հայաստանի ներքաղաքական դաշտում օգտագործելը նորմալ պրակտիկա է, թե չէ, որտեղ եթե պարզվի, որ նորմալ պրակտիկա է, հիմա ես էլ կարող եմ մեջբերել Ադրբեջանի նախկին արտգործ նախարարի ասածը, որ ասաց, որ Ադրբեջանը հասկացավ, որ պետք է պատերազմ, որ այսինքն խաղաղ ճանապարհով խնդիրը չի լուծվի եւ պետք է խնդիրը պատերազմով լուծել Ռամբույեի հանդիպումից հետո 2004 թվական, եթե չեմ սխալվում, կամ ասեց, որ այդ ժամանակ Ռոբերտ Քոչարյանը Ալիևի հետ հանդիպման ընթացքում ասել է կներեք, ես պիտի զուգարան գնամ եւ փախելա։ Բայց ես աննորմալ չեմ դա բերեմ մեր ներքաղաքական դաշտում որպես փաստարկ օգտագործեմ, որտեղ ես չգիտեմ ինքը ճիշտ է ասում թե սուտ է ասում, որտեղ այլ երկրի ներկայացուցիչ է, որը այսքան տարի թշնամության մեջ է մեր այդտեղը։ Ես ինչ բռնեմ իրանց ասածները բերեմ ստեղ որպես փաստարկ ներկայացնեմ։ Եվ բան նույնիսկ եթե ճիշտ է կապ չունի, ես ոնց կարող եմ ինչ Ադրբեջանի, որևէ պաշտոնյայի ասած օգտագործեմ իմ համակարգացու է, նույնիսկ եթե այդ համակարգացին ոչ բարով Ռոբերտ Քոչարյանն է կամ Սերժ Սարգսյանն է։
Այ քեզ բան։ Հաջորդը բան թոկերի եւ կարոտկի պավադոկների մասին։ Պարոն Մամիջյանը, որը նոր դուրս եկավ դալիճից, ենթադրաբար ատեն իր կաբինետ է հասնում, զուտ աշխարհագրորեն, որ ես մտածում եմ, իր կաբինետ պետք է հասնելուց լինի, հուսով եմ արդեն ռադիոն կմիացնի եւ կլսի։ Ասում է, բա ո՞նց ենք ստեպ ստորագրել։ Իսկ ինչի՞ եք ստեպ ստորագրել։ Կարող է, որովհետեւ չկարողացաք ասոցիացիան համաձայնագիր ստորագրել Եվրամիության հետ, որովհետեւ Սերժ Սարգսյանին մի օր, ասենք 2013 թվականի սեպտեմբերին կանչեցին, ասին, չէ, դու դա չես ստորագրելու, ինքն էլ ասեց, լավ։ Թարգմանաբար եմ լավ ասում, էլի, այլ լեզվով ասեց։ Կարող է դա պատճառը։ ԿՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ևս իր ելույթում անդրադարձել է Մամիջանյանի իշխանության հասցեին հնչող մեղադրանքներին հակադարձել փաստերով։ Կոնջորյանը զավեշտալի է համարել Մամիջանյանի կողմից ադրբեջանական մամուլին հղում անելու փորձերը։ Սա ևս հետաքրքիր նյուանս է, որը որ բացահայտում է իրենց մտածողության բանը, էլի, այդ մակարդակը։ Եվ ես նայում եմ, որ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի այս հարցազրույցները, պոդքասթները եւ այլն մարդկանց նյարդայնացնում է, անհանգստացնում է։ Ես ուզում եմ ասել, որ պետք չի նյարդայնանալ սիրելի ժողովուրդ։ Պետք է ուղղակի նայել եւ հասկանալ, որ սա եւս ժողովրդավարության ձեռքբերումն է։ Այլ որ Սերժ Սարգսյանը պատրաստ է ժամերով նստի եւ, ասենք, խոսա, Սերժ Սարգսյանը ժամերով նստի եւ խոսա։ Ով է տեսել Սերժ Սարգսյանին հոդաբաշխ միտք արտահայտելիս, երբ որ ինքը 10 տարի եղել է Հայաստանի Հանրապետության նախագահ, կամ Ռոբերտ Քոչարյանը, որ երբ որ նույնիսկ քնածա տարասխալ է անում։ Բայց ասենք ինքը հիմա, ասենք ամիսը մեկ բան հարցազրույց անում, ճեպազրույց անում։ Ինչի համար է սա։ Որովհետեւ իրենք արդեն գործում են ժողովրդավարական կառավարման համակարգում, որտեղ իրանք իրանք հույսը պիտի դնեն իրանք խոսքի վրա, որովհետև փողի վրա հույս դնում են չի ստացվում, կրիմինալի վրա հույս դնում են չի ստացվում, բանը սրբապիղ տերտերների վրա հույսը դնում են չի ստացվում, ինչի վրա հույսը դնում են չի ստացվում, մտածում են դե լավ, մի հատ կարող է նաև մեր խոսքի վրա հույսը դնենք եւ խոսքի վրա էլ տեսնում ենք ոնց է ստացվում իրանք մոտ։ Եվ ամփոփելով ուզում եմ ասել, որ մենք մի քանի օր առաջ Տավուշի մարզում էինք եւ հանդիպում էինք մեր հայրենակիցների հետ Եվ այնտեղ տավուշցիներից մեկը մոտեցավ ինձ, այսպես կիսա շշուկով ասեց, պարոն Կոնջարյան, հանկարծ այդ մարդակերներին իշխանությունը չհանձնեք։ Ես ասացի, որ այդ մարդակերներին իշխանություն հանձնող կամ չհանձնողը դուք եք։ Եվ 2021 թվականին դուք արդեն այդ մարդակերներին իշխանություն չեք հանձնել, եւ 2026 թվականին եւս դուք այդ մարդակերներին իշխանություն չեք հանձնելու, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունում մարդակերների իշխանությունը անշրջելիորեն ավարտված է եւ մարդակերների իշխանության պարագլուխները ուզում է ոդկաստ անեն, ուզում է գլուխ կոնձի տան, ուզում է Հանրապետության հրապարակում բալետ պարեն, իրենց իշխանությունը վերջնականապես Հայաստանի Հանրապետությունում ջախջախված է։ ԿՊ խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանն էլ իր ելույթում անդրադարձել է Գյումրիում կատարվող վերջին իրադարձություններին, այդ թվում այսօր նախատեսված ավականու նիստին, որը սակայն քվորում չլինելու պատճառով չի կայացել։ Ըստ պատգամավորի ենթադրյալ կաշառակեր Վարդան Ղուկասյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանը, օգտագործելով Գյումրու քաղաքական թիվ 1 ամբիոնը, իր պաշտպանյալին ներկայացրել է որպես քաղբանտարկյալ։ Տիկին Փոստանջյանը 30 րոպե շարունակ փորձեց այդ ամբիոնից ներկայացնել, որ Վարդանիկի հետ տեղի ունեցածը քաղաքական հաշվեհարդար է եւ որ վերջինս ապօրինի է կալանավորված, եւս մեկ անգամ, ինչպես բոլոր հնարավոր առիթների դեպքում, ես ուզում եմ այդ տիկնոջը եւ ոչ միայն այդ տիկնոջը, իր նման մտածող եւ մտքեր արտահայտող մարդկանց Եվս մեկ անգամ նշել, որ եթե քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը որևէ քաղաքական հաշվեհարդար տեսնելու ձեռագիր ունենար, ապա այդտեղ ամիսներ շարունակ Վարդան Ղուկասյան անուն ազգանունով ենթադրյալ կաշառակերը նստած չէր լինի համայնքապետի աթոռին եւ դրա փոխարեն Գյումրին կղեկավարեր մեր տեխնացուն Սարիկ Մինասյանը, ով իսկապես վայելում է գյումրեցու սերն ու վստահությունը։ Մի բանի համար եմ ափսոսում, որ Տիկին Փոստանջյանը նշեց, որ ինքը միջնորդություն է ներկայացրել դատարան, որպիսի Վարդան Ղուկասյանին տեղափոխեն Գևորգ Աջապահյանի խուծ, բայց դատարանի կողմից միջնորդությունը մերժվել է։ Ես շատ ափսոսում եմ դրա համար, որովհետև երկու ենթադրյալ, մեկը ենթադրյալ, մյուսը արդեն վճռով հանցագործները իրար հետ շատ խոսելու բան կունենային եւ միգուցե Աջապահյանի աղոթքներով վերականգնվեր Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը, որը վերջին օրերին փորձում են շատ շահարկել։
Էկոնոմիկայի փոխնախարար Էդգար Զաքարյանն անդրադարձել է Ռուսաստանի եւ Ղազախստանի տարածքով Հայաստան ծորենի խմբականակի տեղափոխմանը, վստահեցրել մատակարարումները լինելու են շարունակական, իսկ ինչ վերաբերում է հացի գնի փոփոխությանը, ապա Զաքարյանի դա կախված է ոչ միայն մատակարարման ուղիներից, այլև մի շարք այլ գործոններից։ Փոխնախարարի խոսքով ռուսական ծորենը բարձր որակի է, իսկ ղազախական ավելի ցածր, սակայն ամենակարևորն այս փուլում մատակարարման ուղիների դիվերսիֆիկացումն է։ Ընդհանրապես, եթե ճանապարհները դիվերսիֆիկացվում են, այդ լավ է։ Հիմա թե այսօր անասնակերայք է, վաղն է կգա բարձրակարգ ծորեն, դա արդեն կյանքը ցույց կտա, բայց պարզ է, չէ, որ եթե ճանապարհները դիվերսիֆիկացվում են, նշանակում է, որ պետությունը բացվում է, այսինքն լավ է, հնարավոր է գնիչեցում լինի, հնարավոր է տարբեր բաներ։ Հիմա դե զարմանում եմ։ Մենք չենք ասում եք ինչու չեն ասել չորոքակ։ Տենց, որովհետև դա էլ չորոքակ է, ինչի պետք է շեշտեն։ Ոնց եք կարծում այդ ծորենը որ եկել է, պետք չի ուղղակի եկել է, աղմուկը դիվերսիֆիկացիայի մասին այդ բարձրացված չգիտեմ ում կողմից, բայց ոչ կառավարության կողմից, բայց դիվերսիֆիկացիան եղել է, շարունակվում է լինել, որը կարծում եմ լավ է։ Ավարտվել է նախկին ԳՇՊՏ-ի առաջին տեղակալ Արշակ Կարապետյանի կողմից իշխանությունը չարաշահելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը, որի ընթացքում պարզվել և հիմնավորվել է, որ 2021 թվականի մայիսի 12-ին լուսաբացին հակառակորդը օգտվելով մառախլապատ եղանակի պատճառով առաջացած ցածր տեսանելիությունից Սև լճի տարածքում տեղակայված մարտական դիրքերի միջդիրքային տարածությունից հատել է Հայաստանի Հանրապետության պետական սահմանը շուրջ 3-ից 3.5 կիլոմետր խորությամբ, հայտնվելով յուրային դիրքերի թիկունքային հատվածում և զբաղեցրել նպաստավոր բարձունքներ։ Դա տեղի է ունեցել, քանի որ Արշակ Կարապետյանը բանավոր հրաման է տվել մարտական դիրքերը թողնելու վերաբերյալ, որն էլ անզգուշությամբ առաջացրել է։ Նյութական ծանր հետևանքներ այն է, մայիսի 16-ին յուրային ստորաբաժանումները դուրս են եկել մարտական դիրքերից, իսկ 2021 թվականի մայիսի 17-ին հակառակորդը դիրքավորվել է նշված մարտական դիրքերում։ Կարապետյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, որպես խափանման միջոց ընտրվել կալանքը։ Շարունակում ենք թողարկումը 20 զինծ առայող է զոհվել Վրաստանում Թուրքիայի ռազմաօդային ուժերի Սի-130 Հերկուլես ինքնաթիռի կործանման հետևանքով, հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը, հաստատելով վրաց-ադրբեջանական սահմանին ռազմական օդանավի կործանման մասին վրացական մամուլում հայտնված տեղեկությունները։ Վրաստանում կործանված ռազմատրանսպորտային օդանավը հայրենիք էր վերադառնում Ադրբեջանից, հաղորդել է Թուրքիայի ռազմական գերատեսչությունը, նշելով, որ աղետի վայրում Վրաստանի իշխանությունների հետ համատեղ որոնողական և փրկարարական գործողություններ են ձեռնարկվել։ Միջազգային նորություններն էլ առաջարկում ենք դիտել տեսաշարով։
Այսքանը ցտեսություն։